Բոլոր ժամանակներում փիլիսոփայության մեջ, կրոնի մեջ, ուսմունքի մեջ ամենաբարձրագույն արժեքը միշտ եղել է մարդը, մարդասեր լինելը, հումանիզմ, մարդկանց հանդեպ սիրալիր վերաբերմունքը, բարյացակամ լինելը, հանդուրժող լինելը, հարգելը, ներելը, ընդունելը, կիսվելը, աջակցելը, այս բոլորը մենք ծնված օրվանից լսում ենք, այս բոլոր արտահայտություններով են պայմանավորված մարդկային փոխհարաբերակցությունները, ամուր հարաբերությունները, ազգասեր լինելը նաև, բայց արդյոք միշտ կարող է հաջողվել մարդուն լինել մարդասեր, ներողամիտ եւ իմ թվարկած բոլոր արտահայտությունները կրել իր հոգու ներսում եւ ցուցաբերել համարժեք վերաբերմունք։ Շատ ցանկալի է, շատ գայթակղիչ է եւ հաճախ մեծ ջանքեր են գործադրում մարդիկ, որպեսզի համապատասխանեն տվյալ սկզբունքներին։ Սակայն լինում են դեպքեր, երբ որ մարդը կոնկրետ ինչ-որ մեկի հանդեպ, օրինակ իր հարազատի հետ կապված, կամ ինչ-որ բարեկամի, կամ ընտանիքի անդամների որևիցե մեկի հետ տևական ժամանակ երբ ունենում է բացասական վերաբերմունք, սակայն չի գիտակցում, որ կոնկրետ մայրիկի, հայրիկի, տատիկ, պապիկի հետ տեղի ունեցածը կամ զուգընկերոջ հետ տեղի ունեցածը երբեմն, երբ որ չլուծված է մնում, հուզական մեծ ակումուլյացիա է ունենում, կուտակում է ունենում իր հոգու ներսում եւ այս խնդիրը լուծված չի լինում, այս խնդիրը անդրադառնում է համայն մարդկության վրա եւ այդ մարդասեր լինելը չի ստացվում տվյալ մարդու մոտ, չի կարողանում մարդը սիրել մնացածին այնպես, ինչպես որ ցանկալի է, ինչպես որ պահանջվում է։ Հետևաբար, եթե դուք նկատում եք հարաբերություններում, աշխատանքի վայրում, որ հաճախ եք լինում ագրեսիվ, հաճախ եք ունենում անհանդուրժողական վերաբերմունք, հաճախ եք բացասական արտահայտություններ անում, անգամ ոչ բարձրաձայն, այլ ձեր ներսում, հաճախ եք լինում բռնկուն, հաճախ եք ցանկանում ինչ-որ մեկին վիրավորել, հարվածել, սա գուցե խոսում է այն մասին, որ այնտեղ ու այն ժամանակ ինչ-որ երևույթից ելնելով, ինչ-որ փուլում, ինչ-որ իրավիճակից ելնելով, դուք ունեք չլուծված հարցեր, կուտակված մեծ քանակի ագրեսիա, որը որ արդեն հասել է իր գագաթնակետին, այսինքն եւ կուլմինացիայի եղանակներ է փնտրում։ Սա տարբերակներից մեկն է։ Տարբերակներից մյուսը, օրինակ, երբ որ նևրոտիկ խանգարումներից նևրաստենիա ասածն է տեղի ունենում մարդու մոտ, երբ որ մարդը հոգնում է, հուզական այրում է լինում, այսինքն տևական ժամանակ մարդ-մարդ հարաբերության կոնտեքստում նրա լիմիտը ներողամիտ լինելու սպառվում է, ավելի շատ տալիս է, քան ստանում է, նա դառնում է դյուրազգաց, դյուրագրգիռ եւ նման իրավիճակում հայտնված մարդուն շատ մեծ դժվարությամբ է տրվում ներողամիտ լինելը, մարդասեր լինելը, որովհետեւ մեզ սովորացրել են հետեւյալը, որ բացասական արտահայտությունները, բացասական էմոցիաները չի կարելի արտահայտել, բայց որտեղ է կորչում այս կուտակված էմոցիան, ոչ միտեղ, այն մնում է մեր մարմնում, մեր անգիտակցականում, մեր հոգու խորքում եւ անդադար ուղիներ է փնտրում ազատվելու համար։ Եվ երբ որ հոգեթերապևտի կաբինետում հնարավորություն է ստեղծվում խոսել այն բացասականի մասին, որ կուտակված է ձեզ, որը որ այլևս դուք չեք կառավարում այդ էմոցիաներին, այլ իրենք են ձեզ կառավարում, եւ հաճախ երբ որ պայմաններ է ստեղծում, որպեսզի այս թեման բարձրաձայնվի, այցելուի մոտ մեծ տագնապայնություն է առաջանում եւ նա մտածում է, թե ես իմ մայրիկի, իմ զուգընկերոջ, իմ հայրիկի, իմ հարազատի մասին բացասական էմոցիաներս արտահայտեմ, ապա ես վատը կդառնամ, այսինքն արտահայտելուց հետո երբեմն մեղավորության զգացում է ունենում, ամոթի զգացում է ունենում, պարտքի զգացում է ունենում, նա մտածում է, որ ինքը վատն է, որ իրեն թույլ է տվել գոնե ապահով միջավայրում բարձրաձայնել այն կուտակված էմոցիաները, այն չլուծված, չհասկացված, անընդունելի արտահայտությունները, որ իր կոկորդն է կանգնած, նա իրեն համարում է, որ իրավունք չունի այս մասին խոսալու, սակայն ելիներս, հենց այն նույն ինքը կլոր սեղան արտահայտությունը նաև նրա մասին է, երբ որ մարդիկ նստել են կլոր սեղանի շուրջ, միմյանց հետ քննարկել են, միմյանց արտահայտել են այն դժվարությունները, այն բարդությունները, այն վիրավորանքները, որոնք որ մեկը մեկին տվել են, եւ արդեն այս ամենը բարձրաձայնելուց հետո ներումն է գալիս, այս ամենից հետո է մարդուն հնարավորություն ստեղծում սիրել, հանդուրժել, հարգել կամ ընդունելը։ Եվ ինչ վերաբերվում է ամբողջական դարձնուն այս թեմային, դուք հիմա կմտածեք, որ բայց կան մարդիկ, ում ես չեմ կարող սիրել։ Ես ինչ որ չափով համաձայն եմ ձեզ հետ, կան մարդիկ, անձնային խանգարումների տեսակներ կա, օրինակ ասոցիալ անձնային խանգարումը, նարցիսական անձնային խանգարումը, տվյալ խանգարում ունեցող անձանց չի տրված սիրելը, չի տրված ներողամիտ լինելը, չի տրված ուրիշի անձը եւս գնահատել արժանապատիվ ձևով։ Նրանց գլխավոր թեման է
էգոցենտրիզմը, այսինքն այդ իմ թվարկած խանգարում ունեցող մարդիկ չեն կարողանում սիրել։ Նրանք միմիայն ֆիքսված են իրենց էգոյի վրա, այն ինչ որ իրենց հարմար է, այն ինչ որ իրենց համար լավն է, մնացած առումներով նրանք թքած ունեն այն բարոյական արժեքների վրա, թե մենք ինչ ենք զգում, ինչ ենք ապրում։ Եթե մնացին հարցեր, խնդրում եմ կարող եք գրել։ Կարծում եմ այսքանը։ Եկեք փորձենք իրար հանդեպ լինենք սիրալիր եւ այն ինչ որ տեղի է ունենում մեր հարաբերությունների միջև, ուղի փնտրենք այդ մասին խոսալու։ Եթե չի ստացվում սա անել ինքնուրույն, ապա հոգեթերապևտի կաբինետի դռները բաց են ձեր առջև եւ ես պատրաստ եմ ձեզ հետ աշխատել ձեր հարաբերությունները ավելի բարելավելու ուղղությամբ։ Այսքանը։